Որապես իրավապահ մարմինների արձագանքի հետ կապված, ժամանակացույցի մասով, եւ փաստորեն սա ոստիկանության Լոռու մարզային վարչությունում այս տարի տեղի ունեցած արդեն 3-րդ դեպքն է, որի մասին է հազանգել լինում։ Երեքն էլ կարծեք թե ներկայացվում են նույն սցենարով ինքնախոստովանական ցուցմունք կորզելու նպատակ են ունեցել։ Ինչի մասին է վկայում Լոռու մարզային ոստիկանության համակարգային խնդիրների, առնչությամբ խնդրեմ։ Շնորհակալություն, ես ասեմ, որ այո, այս տարի փաստորեն դա 3-րդ աղմուկ հանած գործի մասին է խոսքը, որոնք հանրային հնչեղություն են ստացել, որտեղ ես չեմ կարող հիմա պնդել, որ այլ դեպքեր չեն եղել, որոնցից դժվարները, ասենք թե չեն դիմել, ինչպես ասենք Տիգրանի դեպքում, եթե չեն դիմում, նշանակում է, ուրեմն եւ հետեւաբար չեն կել իմանում, այսինքն այս առումով արդյոք այլ դեպքեր չեն եղել, չեն կարող ժխտել, բայց որպեսզի ավելի հասկանալի լինի, ավելի ընկալի լինի պատկերը, ես ուղղակի թվարկեմ նախորդ 2 դեպքերը, որտեղ նրանցով մենք ենք զբաղվում, մեր կազմակերպությունն է զբաղվում եւ ներգրաված են մեր կազմակերպության փաստաբանները 2025 թվականի հունվարի 10-ին առավոտյան ժամը 7:45-ին Վանաձոր քաղաքի բնակիչ Վահան Մկրտչյանի բնակարանն են այցելում 2 քաղաքացիական անձ, որոնք առանց որևէ հիմնավորում ներկայացնելու, առանց ներկայանալու ասում են, որ զրուցելու հարց կա ոստիկանության բաժնում եւ նրան տեղափոխում են ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն։ Իդեպ մյուս դեպքն էլ Անդրանիկ Առաքելյանի նույնպես տեղի ունեցել մարզային վարչությունում, որ բարձ լինի։ Բայց ի՞նչն է այդ արքիր։ Վահան Մկրտչյանին մենք այցելեցինք, հանդիպեցինք տանը, պարկած էր իր քրոջ ահազանգի իման վրա քույրը եկել էր գրասենյակ, ներկայացրեց իրավիճակը եւ մենք գնացինք հանդիպեցինք այդ տղայի հետ։ Իդեպ ասեմ, որ նա նկատմամբ ձերբակալման որոշում է եղել եւ այդ ձերբակալման որոշումը մենք բողոքարկել ենք, մեր փաստաբանները բողոքարկել են դատարան, Լոռու մարզի ընդհանուր արարչյանի դատարան եւ դատարանը գտել է, որ ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ, այսինքն ձերբակալման մասին որոշումը հիմնավոր չի եղել։ Հիմա հունվարի 10-ին մենք դիմել ենք 2-3 օր հետո, հիմա դա չի գրությամբ։ Այսօր մարտի 25-ն է, չէ, այսինքն մոտ փետրվար 2 ամիս, մոտ 2 ամիս անցել։ Այո, այդ ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություն, առերեսումներ են եղել եւ այլն, բայց խնդիրը կայանում է նրանում, որ խոշտանգման վերաբերյալ կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ ցանկացած հաղորդում խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության տեսակետից պետության առաջնային պարտավորություն դա բացարձակ իրավունք է եւ անհապաղ ցանկացած հաղորդում եթե եղավ անմիջապես պետք է հետևեն քննչական գործողություններ։ Ինչպիսին են այդ քննչական գործողությունները։ Դեպ ասեմ ժամանակին կար հատուկ քննչական ծառայության կարծեմ նույնիսկ պետի կողմից էր թե ում կողմից հատուկ ուղեցույց, խոշտանգման գործերով ինչպես պետք է քննություն իրականացվի։ Կա նաև եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, որտեղ ժամանակային գործոնը խոշտանգման կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերով շատ կարևորվում է։ Այստեղ գիտեք, ծեծ անպայման չի որ մարմնական վնասվածք լինի։ Կարող է բռնություն լինի եւ մարմնական հետքեր չթողնի, ասենք թե որոշակի կապտուկներ կան բան, բայց եթե դատաբժշկական փորձակցությունը նշանակում է ավելի ուշ, ապա հետքերը կարող են նաեւ մարել։ Չնայած կոնկրետ Վահան Մկրտչյանի դեպքում տեսնելով որ վիճակը վատ է, շտապօգնության մեքենայով են ուրեմն կանչում բան, տեղափոխում հիվանդանոց եւ այնտեղ էլի բժիշկները արձանագրում են
քերծվածքներ եւ այլն, ու իդեպ այդ բժշկական հիմնարկությունից ահազանգի հիման վրա են, որ գալիս են։ Հետո ենք մենք նաեւ գրավոր ուրեմն ներկայացում հաղորդում հանցագործության մասին։ Հիմա խոշտանգման գործերով ոչ թե պետքա հիմնավորվի, այսինքն ոչ միայն հիմնավորվի, թե ով է կատարել, այլ պետք է հիմնավորվի, որ այդպիսի դեպքեր տեղի չեն ունեցել։ Այսինքն այստեղ մեղավորության կանխավարկածը ի սկզբանե, ոչ թե ես դժողոս պետքա հիմնարկող, դժողոս տարապես ոչ մի բան չեմ ասում։ Ցուցմունք չեմ տալիս եւ այլն, շատ դեպքերում պետք է ձեզ ասեմ, որ խոշտանգման ենթարկված զոհը կարող է ենթարկվել կրկնակի հետապնդման, թե ինչու համար է բողոքում։ Այստեղ խնդիրը վերաբերում է, որ այն նույն ջանասիրությամբ, շեշտում եմ, նույն ջանասիրությամբ, երբ որ քաղաքացու կողմից կատարվում է հանցավոր գործողություն կամ քաղաքացին մեղադրվում է հանցավոր գործողություն կատարելու մեջ, քննչական մարմինները, որոնք այնքան եւ ոստիկանությունը եւ քննչական մարմինները ջանքեր են գործադրում շուտափույթ, ապացույցներ հավաքել, որի դրսևորումներից մեկը հենց Տիգրան Ուլուբաբյանի կողմից ահազանգն է։ Նույն ջանասիրությունը, երբ որ նման ոչ իրավաչափ գործողություններ կատարում ոստիկանության աշխատակիցների կողմից չենք տեսնում։ Այսինքն տեսեք, քաղաքացու կողմից կատարվածի դեպքում, երբ որ հանցավոր գործողությունն է, ամեն ջան գործադրում են ռեսուրսներ եւ այլն, բայց մյուս կողմից եթե պաշտոնատար անձի կողմից է, ապա նույն ջանքերը, նույն եռանդը եւ այլն չենք տեսնում, Սա ուղղակի արձանագրեմ։ Հիմա մյուսը Անդրանիկ Առաքելյանի դեպքն է, էլի նա դիմել էր հունվարի 22-ին, իր մայրն էր դիմել, որ հունվարի 7-ին էլի նույն Լոռու մարզի ոստիկանության բաժնում իր եւ իր որդու նկատմամբ Անդրանիկ Առաքելյանի նկատմամբ կիրառվել է բռնություն, ուղեկցվել են նաեւ զենքի հարվածներով եւ այլն։ Հիմա Անդրանիկ Առաքելյանը մեղադրում են ինչ որ հանցագործություն կատարելու մեջ, նա կալանքի մեջ է։ Տեսեք, Անդրանիկ Առաքելյանը մեղադրվում է ինչ որ հանցավոր արարքի մեջ, նա կալանքի տակ է, իր նկատմամբ հանցավոր գործողությունների կատարման մեջ որևիցե մեկը կասկածյալ կամ մեղադրյալ ներգրաված չէ։ Իդեպ ես պետք է հիշեցնեմ նաև հաջորդ մի ցնցող դեպքը 2020 թվականի օգոստոսին Մարզգյուղում տեղի ունեցած այդ խայտառակ միջադեպը, դա մենք շարունակում ենք այդ մասին ահազանգել եւ նաեւ այդ գործով ներգրաված ենք, եւ որ ամբողջ գյուղին կարելի ասել բերման են ենթարկել ոստիկանության, ուրեմն Ալավերդ քաղաքի ոստիկանության բաժին բռնությունների ենթարկել, գործը նախին քրեական դատավարության օրենսգրքով կասեցվել էր։ Ոստիկանության բաժնում բռնությունների ենթարկել այդ ամբողջ, կարելի ասեմ 30 ոչ պակաս մարդկանց, տղամարդկանց, առավոտը ցերեկով եւ այլն։ Եվ գիտեք ինչ հիմքով էր կասեցել, գործողությունը, այդ հանցավոր գործողությունների կատարած ոստիկաններին չհայտնաբերելու հիմքով։ Պատկերացնում եք, չէ՞, այսինքն դե պարզ է, որ ոստիկանը ցանկացած հանցավոր գործողություն կատարողան չի խոստովանելու, որ ինքը կատարել է։ Այստեղ համակարգային խնդիր է հանդիսանում։ Հիմնական կարևոր խնդիրը ո՞րն է, որ կարծում եք այսպես։ Ասեմ, ես հիմա շարունակեմ։ Առաջինը իհարկե ոստիկանության, հատկապես քրեական ոստիկանության բարեփոխումները շատ լուրջ խնդիր են։ Այսինքն մենք եթե ասում ենք, որ բարեկային ծառայություններ տվեց, չնայած որոշ դեպքերում նաև բարեկային ծառայություն իրականացնողներից կունենք դժգոհություններ կամ բողոքներ, բայց քրեական ոստիկանությունը բովանդակային առումով չի փոխվել։ Ավելին, բռնությունների կատարման մեջ կասկածվող կամ քրեական գործերով, այդ հիմքերով քրեական գործերում ներգրաված անձին, եթե նույնիսկ նրանց այսպես կոչված, որտեղ քննության տեսակետից եմ ասում, չի հիմնավորվել մեղքը, բայց նրանք շարունակում են պաշտոնավարել, այսինքն նույնիսկ պաշտոնական առաջխաղացում են ունենում։ Պարոն Սաքունց, պետք է ընդհատեմ, հենց այս պարագայում Տիգրանի դեպքի առնչությամբ եւս ամենակարևոր խնդիրը, որ բարձրացվում է, կրկին դա է, որ ծառայողական քննությունը ընթանում է, ճիշտ է, բայց տվյալ ոստիկանների, ում որ ճանաչել է, գոնե Տիգրանը, լիազորությունները կասեցված չեն եւ բողոքի ցույցերն էլ այս օրերի ընթացքում հենց այդ նպատակով են իրականացվում, որ քանի դեռ ապացույցները չեն չեզոքացվել այսպես,
Ուրեմն տեսեք, ցանկացած կա ստանդարտներ, կան սկզբունքներ, եւ դա նոր չենք բարձրացնում, որ ոստիկանության աշխատակցի դեմ բողոքի արկայության դեպքում, նայած ծանրության աստիճանից, նույնիսկ եմ կրկնում խոշտանգումների կամ արժանապատվությունը նվաստացնող դեպքերը, դրանք ինչ որ զանցանքներ չեն, հա, որ ասես թե պաշտոնական լիազորությունները չպետք է դադարեցվեն։ Պետք է անհապաղ առաջերտին դադարեցվեն նրանց պաշտոնական լիազորությունը։ Ավելին, պետք է ասեմ հետևյալը. Եվրոպական դատային նախադեպային որոշումներից մեկով ահազանգի հիման վրա, երբ որ տուժողը հարց է բարձրացնում, այդ օրինակ նույն ոստիկանության բաժնում, հա, Լոռու մարզի ոստիկանության բաժնում, շատ դժվար չէ հսկել թե տեսանյութերը, որոնք ովքեր են բերել, թե որ աշխատասենյակում է, հա, գտնվել եւ ովքեր են աշխատակցներ եղել։ Այդ աշխատակիցները ոստիկանության, նրանք պետք է առանձին քննվեն, բացատրություններ վերցվեն։ Այսինքն նրանք չպետք է ժամանակ ունենան, դա ստանդարտ է։ Ժամանակ ունենան մեկը մյուսի հետ համաձայնության գալու, որտեղ կարող են չազատեն եւ կարող են իրար հետ որոշակի բան ունենալ, փոխադարձ համաձայնության կան, ասենք թե ինչ ցուցմունքներ տան։ Սա էլ է հանդիսանում արդյունավետ քննության ուրեմն սկզբունքների ուրեմն կոպտագույն խախտում։ Այսինքն այստեղ պահանջը եւ դա մնում է օրակարգում եւ դա օրենսդրական անպայման կարգավորման պահանջ է, որ խոշտանգումներից ձեռք մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության տեսակետից, այդ իրավունքի խախտման պաշտպանության տեսակետից կասկածվող կամ անկառնայքերիավական ուրեմն կարգավիճակից այն անձանք, որոնք դրա հետ առնչություն կարող են ունենալ դրանց շրջանակը, նրանց ուրեմն լիազորությունները ծառայական պարտականության կատարման լիազորները պետք է դադարեցվեն քննության ժամանակահատվածում եւ դրա համար իհարկե կան համապատասխան մեխանիզմներ, եւ պետք է լինեն անհապաղ պետք է քննվեն, անհապաղությունը, հրատապությունը դա կարևոր բաներից մեկն է, այսինքն քննչական մարմինը ջանք գործածում է թե չէ, բայց հիմա այս մի հատ ուրիշ հարց էլ տամ, ոչ թե ուրիշ հարց տամ, ուրիշ հարց բարձրացեմ։ Կարծեմ 7 հոգի են, չէ, ձեր մոտ խոշտանգումներից ձեռք մնալու այդ բանում բաժնում 7 հոգի քննիչների թիմ կա։ Հիմա պետությունը նաև պատշաճ ուրեմն մասնագետների եւ քանակով եւ առավել կարեւորը որակով պետք է ապահովի, որովհետեւ տեսեք ինչի մասին է խոսքը։ Ամեն մի մարզում կան քննչական բաժիններ։ Բայց ամեն մի մարզում չկա խոշտանգման գործերով զբաղվող քննչական բաժիններ։ Չէ, հրատապության բոլոր մի կենտրոնացած է Երևանում։ Հասկանու՞մ, այսինքն արդյունավետության տեսակետից պետությունը չի կատարում իր պարտականությունը։ Սա քննչական մարմնի մասին է խոսքը, ապահովելու մատչելիություն, չէ՞, որպեսզի քաղաքացին առաջին իսկ ահազանգի դեպքում, մի բան ունի շուտ գրասենյակներ, քանի մարզում ունեք։ Լոռում ունենք, Շիրակում ունենք, տարածքային ասինքն ներկայացում, այդ խոշտանգումների բանով չունեն։ Բայց մյուս կողմից, իսկ ինչու համար պետք է մենք անդադ գնանք այն բանի հետևից, որ ասենք թե գործողությունը կատարվի։ Պետությունը ձեռնարկում է արդյունավետ միջոցներ, որպեսզի ուրեմն կանխվեն։ Ես կասեմ ոչ, օրինակի համար թվարկեմ։ Բաղրամյան պողոտայի հունիսի 12-ին այն հատուկ միջոցների կիրառման հետ կապված, որովհետեւ մեկը պատասխանատվություն կրեց, ոչ։ Ազգային ժողովի падգամավոր Գասպարյանն չէ՞ ասեմ ազգանունը։ Էլի օրը ցերեկո այդ տեսանյութը կա։ Բռնությունա գործադրում ազգային ժողով։ Գիտեք, կապ չունի թե այդ մարդու քաղաքական հայացքները կիսում ես թե չես կիսում, բայց ազգային ժողովի падգամավորի նկատմամբ բռնությունը կամ այն հայտնի դեպքը, երբ որ դատարանից տեղափոխում է ոստիկանության մեքենան, չէ, եւ ճանապարհին կանգնում է, այո, մարդուն բռնության են ենթարկում դիմակավորված ինչ որ որևէ մեկը, ասենք, հենց թեկուզ այդ ոստիկանները ինչ պատասխանատվություն կրեցին, որտեղ տեսեք, խոշտանգման համար պատասխանատվություն կրում են ոչ միայն անմիջապես գործողության կատարման համար, այլ նաև թողտվության համար, անգործության համար, որի պարագայում մարդը ենթարկվում է, այսինքն ինքը գտնվել է պետության հսկողության տակ։ Ես ինչ եմ ուզում ասել, որ այս իմ թվարկած դեպքերով մի կողմից քննության արդյունավետության ոչ արդյունավետ քննության անպատժելիության հետևանքով այս դեպքերը շարունակվելու են, քանի դեռ
պետությունը միջոցներ ձեռք չի առնում պատշաճ քննության ապահովման համար որակյալ մասնագետներ, քանակով անհրաժեշտ մասնագետներ, կանխարգելման ուղղությամբ էլի որակյալ մասնագետներ եւ բարեփոխում ասածը, որը պետք է լինի քրեական ոստիկանության բնագավառում, եթե քանի դեռ չի իրականացվել, մենք ականատես ենք լինելու։ Եվ հատկապես ես մի հատ օրինակ թվական վերջի տվյալները բերեմ, ուրեմն դե մենք դիտարկում ենք քանի տարի, ասենք թե 15 թվականից արդեն 2024 թվականի զանգվածային լրատվական միջոցներով մենք հրապարակումներ ուսումնասիրում ենք, վերընկլուծում, ամփոփում ենք։ 155 ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման 155 դեպք արձանագրված։ Իդեպ 2023 թվականին 112 դեպք ա եղել, 2022 թվականին 199, հա։ Այս դեպքերի վերաբերյալ քանի ոստիկան է, նախ քանի ծառայական քննություն է իրական եւ քանի ոստիկան է պատասխանատվության ենթարկվել, կարգապահական կլի թե քրեական եւ այլն։ Բայց ամենաշատ խախտումը 2024 թվականին այդ 155 դեպքից եղել է հավաքների ուրեմն բողոքի ցույցերի եւ այդ բանի ընթացքում, հա, այսինքն նույնիսկ չնայած ունեցել են 2008 թվականի հայտնի դեպքերը մարտի 1-ի հետ կապված, երբ որ ոստիկանությունը հավաքի մասնակիցների նկատմամբ բռնություն է գործադրում, այն ժամանակ նույնիսկ ԵԱՀԿ-ի ԺՀՄԻ-ներ հատուկ ուրեմն տվել գնահատականներ 2008 թվականից այս որ թիվն է 2025 թվականը 17 տարի անց դեռևս մեր ոստիկանությունը ազատ հավաքների իրականացման ժամանակ չի տիրապետում այն անհրաժեշտ գործիքակազմին, որպեսզի չխախտվեն մարդու իրավունքները, խաղաղ հավաքի մասնակիցների իրավունքները, այն էլ ես թվարկեցի մի քանի դեպքեր, չէ՞, պատգամավոր են բանանում։ Այսինքն սա ինչի մասին է վկայում։ Սա նշանակում է, որ որակական, բովանդակային բարեփոխումներն քրեական ոստիկանության հետ կապված դեռևս չի իրականացված եւ այդ առումով լիք անելիք կա։ Երկրորդը, նույնիսկ եթե խախտումներ են լինում, անպատժելիությունը մնում է, ուրեմն, այս քաղաքական նպատակահարմարության, հա, խրախուսված, որտեղ ամենաբարձր մակարդակով հունիսի 12-ին հատուկ միջոցակիր առվում, դեռ քննությունը չի իրականացված քննչական մարմինների կողմից, բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, թե ուժի կիրառումը եղել է համաչափ։ Դա ինչ է նշանակում։ Շատ լավ, պարոն Սաքունց, պարոն Գրիգորյան, կխնդրեմ ներկայացնեք նախ իհարկե մասնավոր դեպքից Տիգրանի դեպքի առնչությամբ, քանի որ